Մոտ 2 տարի հետո այս վայրում վեր է խոյանալու Նորհաճն քաղաքի եկեղեցին, որի կառուցմանը հաճնցիները տասնամյակներ են սպասել։ Եկեղեցու շինարարությունն իրականացվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ։ Եկեղեցի կառուցելու խոստումը ԲՀԿ նախագահը տվել էր 2010 թվականի աշնանը, երբ տոնվում էր Կոտայքի մարզի Նորհաճն քաղաքի հիմնադրման 52-ամյա հոբելյանը։ Քաղաքի բնակիչները Գագիկ Ծառուկյանին դիմեցին Նորհաճնում եկեղեցի կառուցելու խնդրանքով։ Հարցին հենց տեղում լուծում տրվեց։ Առաջնորդվելով մեր խոսքը գործ է կարգախոսով հենց հաջորդ օրվանից սկսվեցին նախագծման ու նախապատրաստական աշխատանքները։ Այսօր արդեն ազդարարվում է շինարարական աշխատանքների մեկնարկի մասին, որին մասնակցում է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Հաճնցիկ ձերից շնավորելն է եկեղեցի։ Ալորը մեր խոսքի գործը, որ ասել եք, որ անպայման իրականացնել։ Չնայած առատ տեղացող անձրևին, քաղաքի բազմաթիվ բնակիչներ եկել էին մասնակցելու իրենց համար պատմական այս իրադարձությանը, քանի որ տասնամյակներ շարունակ իրենց քաղաքում եկեղեցի ունենալը անիրականանալի երազանք է եղել։ Ողջունելով ու շնորհավորելով նորհաճնցիներին այս առիթի կապակցությամբ ԲՀԿ նախագահն ընդգծեց, որ եկեղեցաշինությունը աստվածահաճո եւ սուրբ գործ է։ Սիրելի հարգելի նորհաճիներ, անցյալ տարի, որ մենք խոստովացինք Սրբազանի գլխավորությամբ, որ անպայման մենք պետք է եկեղեցու հիմքը աշնանը դնենք եւ գարնանը սկսենք, այնպես որ մեր խոսքը միշտ գործ է, եւ եթե Աստված այդպես է կամեցել, որ մենք պետք է մեր հողում կառուցենք եկեղեցի, ես միշտ հավատացյալ եմ եւ ընդունում եմ այդ հնարավորությունը, եթե տրված է, ես մեծ հաճույքով դա կատարում եմ, թող ընդունելի մատաղ լինի, Աստված պահապան լինի մեզ բոլորիս, մեր բոլոր հայրենակիցներին, նորհաճիներին, Փառք Տիրոջը, Աստծո կամոք, Աստված պահապան մեր բոլորին։